Դոկ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Ողջույններս հարգելի ժողովուրդ, անգամ չգիտեմ հարգելի թե սիրելի բառն օգտագործեմ։ Ես ուշի ուշով հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին եւ խորապես հիասթափված ու զայրացած եմ, որ հայ ժողովուրդը, տեսնելով Հայաստանի կառավարության հանցավոր մոտեցումները, շարունակում է լուռ մնալ։ Զարմացած եմ եկեղեցու վրա, որը ոչ մի կերպ չարձագանքեց ՀՀ կառավարության բացակայությանը զատիկի միջոցառմանը։ Եթե մարդիկ աթեիստ են, թող հայտարարեն, որ աթեիստ են, բայց այս մարդիկ անգամ չեն էլ հայտարարում, թե ինչ կրոնական ուղղվածություն ունեն։ Հայ ժողովուրդը վերջին 20 տարիների ընթացքում փոխվել է շատ խիստ կերպով։ Հայաստանի ժողովուրդը ուրացավ իր հերոսներին, ուրացավ Արցախը, Հայաստանի ժողովուրդը ուրացավ իր մեծերին ու ուրացավ իր կրոնը, ուրացավ իր նահատակներին, իր հարազատների, ծնողների շիրիմները։ Եվ հիմա հայ ժողովուրդը ուրանում է ցեղասպանությունը։ Ապրիլի 24-ին ես ինչպես հասկացա, Հայաստանի կառավարությունը չի մասնակցելու եւ չի գնալու Ծիծեռնակաբերդ։ Սրանով իսկ ասելով, որ Թուրքիա ճիշտ է արել, լավ է արել։ Ես ուզում եմ հասկանամ, այս կառավարությունն էլ ինչ պիտի անի, որ հայ ժողովուրդը հասկանա, որ պահն է եկել ոտքի կանգնելու։ Երբ որ ես խոսում եմ սրա մասին, ինձ հարյուրներով, հազարներով նամակներ է գալիս եւ զանգահարում ասում են Վարդան Ղուկասյան, քանի որ չկա կոնկրետ առաջնորդ, որը ոչ նախկին է, ոչ ներկա, դրա համար չգիտի ժողովուրդը ում կողքը համախմբվի։ Այսինքն բերում է նման արդարացում, չնայած որ ես գտնում եմ, որ սա արդարացում չէ։ Ես հիմա նայում եմ այս իրավիճակին, որ ապրիլի 23-ին պետք է լինի ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ, որ ամեն տարի կազմակերպում է Դաշնակցությունը։ Ուզում եմ հասկանալ դրա իմաստը, երբ որ ձեր կառավարությունն ասում է, որ չի եղել ցեղասպանություն։ Այդ 1.500.000 զոհերը պիտի դնենք հատառհատ անուն ազգանունով ճշտենք, եղել է թե չէ։ Այսինքն ջահերով երթը պիտի լինի Նիկոլի տուն, այլ ոչ թե Ծիծեռնակաբերդ։ Իսկ եթե Դաշնակցությունը նորից պիտի ժողովրդին տանի հասցնի Ծիծեռնակաբերդ, ես եւս մեկ անգամ իմ անվստահությունն եմ հայտնում այդ կուսակցությանը։ Ես տեղյակ եմ, որ ԴՕԿ կուսակցության վարչության կազմը եւ կուսակցության նախագահը եւ մյուս անդամները որոշել են ապրիլի 25-ին ժամը 12-ին իրականացնել հավաք ԱՄՆ դեսպանատան մոտ։ Ես դիմում եմ իմ բոլոր հարազատներին, ընկերներին, կուսակցական ընկերներին, ժողովրդին։ Գան եւ կանգնեն կուսակցության նախագահի կողքը, նամանավանդ իմ ընկերները։ Գան անձամբ ներկայանան կուսակցության նախագահին, մենք այստեղ ենք։ Կուսակցության ղեկավար կազմը որոշել է հանդիպել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների, հանձինս դեսպանի հետ եւ ունենալ առանձնազրույց դեսպանի հետ։ Մանրամասներից ես տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ կլինի նման հանդիպում։ Ողջունելի է, թող հանդիպեն, թող խոսեն։ Եթե կուսակցությունը որոշել է, որ պետք է հավաքվեն դեսպանատան առաջ եւ ԱՄՆ կառավարությունից պահանջեն Վարդան Ղուկասյանին ազատ արձակելը, դա կուսակցության որոշումն է, ինչը ես ողջունում եմ։ Ես հույս ունենամ, որ ժողովուրդն այդ օրը կգա եւ տեր կկանգնի ինքն իրեն։ Ես այսօր այստեղ եմ, արդեն 2 ամսից ավելի։ Ես զոհաբերել եմ իմ ազատությունը, իմ ծնողի կյանքը եւ առողջությունը։ Երկրորդ կարգի հաշմանդամ մորս այսօր թողնելով մենակ բախտիքը մահաճույքին եւ իմ մայր Հայաստանի համար գտնվում եմ անազատության մեջ։ Եվ ես գտնում եմ, որ այդպես պետք է վարվի յուրաքանչյուր հայ։ Բայց ցավոք սրտի մեր հայ մեծամասնության մոտ մեծ նշանակություն ունի միայն գումարը, ուրիշ ոչինչ, եւ դա մեզ բերեց հասցրեց այսօրվան։ Մենք այսօր չունենք ոչ մի նորմալ ընդդիմություն, նամանավանդ պարլամենտում չունենք։ Ես ուզում եմ, որպեսզի այն բոլոր քաղաքական գործիչները, բոլոր այն հասարակական գործիչները, հանրային գործիչները, որոնք որ գտնում են, որ այս իշխանությունը մեր թշնամին է, պարլամենտական ընդդիմության հետ մեկտեղ հավաքվեն եւ կանգնեն իրար կողք, որովհետեւ հիմա փորձում են ջնջել մեր միջից ցեղասպանության հանգամանքը։ Մեր միջից ջնջեցին եւ տարան Արցախը 4000 զոհերը, ամեն ինչը ջնջեցին եւ տարան հայ ժողովրդի լռության պատճառով։ Հիմա ասում են չի եղել ցեղասպանություն։ Եթե ասեին որևիցե նորմալ երկրում եւ կառավարությունը ցուցաբերեր նման դիրքորոշում, այդ կառավարությունն անգամ 1 վայրկյան իր պաշտոնին չէր մնա, բայց սրանք շարունակում են մնալ, շարունակում են մեր ազգը կոտորել, մինչեւ երբ ու մինչեւ ուր։ Մեր հայ ժողովուրդը երբ պիտի հասկանա, որ գնալու տեղ չունի ոչ Ռուսաստան, ոչ Միացյալ Նահանգներ, ոչ Եվրոպա։ Մենք գնալու տեղ չունենք, մեր երկիրը մեր Հայաստանն է, ուրիշ տեղ չունենք։ Ուստի խնդրում եմ բոլորին համախմբվել մեկ գաղափարի շուրջ եւ 1 վայրկյան առաջ ոչ ասել են մարդկանց, ովքեր որ դժժում են ցեղասպանությունը։ Ապրիլի 24-ին Սփյուռքում գտնվող մեր հայերը պատրաստվում են գնալ Թուրքիայի դեսպանատան դեմ միտինգ անեն։ Ինչու՞։ Ինչ կապ ունի այստեղ Թուրքիան, որ մեր կառավարությունն է արդեն մերժում ցեղասպանությունը։ Այս կառավարությունը թյուրիմացություն էր, որին մեր ջանին բերեց կապեց Սերժ Սարգսյանը, նախկին հանցագործ ռեժիմը, եւ ես խնդրում եմ բոլոր քաղաքական գործիչներին, բոլոր իրենց ընդդիմադիր հռչակած անձանց համախմբվել, մեկը մյուսի կողքին կանգնել եւ ոչ ասել
այս կառավարությանը 1 վայրկյան շուտ։ Իսկ իմ ընկերներին, իմ կուսակիցներին, իմ հետևորդներին, իմ գաղափարը կիսողներին ես ուղղակի կոչ եմ անում վերցնել ԴՕԿ կուսակցության նախագահի ելույթը, կուսակցության վարչության կազմի ելույթը եւ գալ ապրիլի 25-ին դեսպանատան մոտ, եթե այդպես է որոշել կուսակցությունը։ Միգուցե պատասխանեն ինչու են մեզ բերել, այսպես ասած մտցրել բերդը, իսկ այնտեղ ՀՀ կառավարությունը կատարում է իր սև գործը։ Սա եմ ես խնդրում իմ հայ ժողովրդից, չենք վհատվում, չենք հանձնվում եւ մի կողմ ենք թողնում մեկս մեկի նկատմամբ ունեցած ատելությունը եւ այն 1.5 միլիոն զոհերն, ովքեր սրբադասվեցին մայր եկեղեցու կողմից, այսօր մենք փորձում ենք նրանց մերժել, իսկ մայր եկեղեցին լռում է։ Մայր եկեղեցին լռում է Զատիկի համար, 1.5 միլիոն զոհերի համար, նաեւ լռեց Վարդան Ղուկասյանի համար, բայց ես չգիտեմ արդյոք կարելի է դա համարել եկեղեցի, թե ոչ, արդեն թող դա որոշի ժողովուրդը։ Հիմա պիտի եւ Արամ առաջինը եւ Գարեգինն իրենց խոսքն ասած լինեին Զատիկին իշխանության չմասնակցելու հետ կապված, հիմա էլ ապրիլի 24-ը։ Ինչևիցե, սիրում եւ հարգում եմ բոլորիդ, հուսամ դուք ինձ մենակ չեք թողնի։ Հարգանքներով Վարդան Ղուկասյան։